Գոյամարտ սերիալը հիմա հասել է մի փուլ, որտեղ ամեն ինչ կարծես խառնվել է իրար՝ ճշմարտությունը, հաշվարկը, զգացմունքները և շահերը։ Այնինչ առաջին հայացքից թվում էր պարզ կգտնվի գումարը, թե ոչ, վերածվում է շատ ավելի խորը և վտանգավոր խաղի։ Լեոյի որոշումը չվերցնել Հունանի առաջարկած գումարը դարձավ նրա կերպարի ամենաուժեղ դրսևորումներից մեկը։ Նա ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր պահին չի պատրաստվում զիջել իր սկզբունքները։ Սա ոչ միայն հպարտության հարց էր, այլ նաև հիշողության իր հոր, իր ընտանիքի անցած ճանապարհի մասին։ Բայց նույնքան կարևոր էր նաև պապի քայլը։ Պապը նույնպես մերժեց Ավոյի առաջարկած գումարը։ Սա շատ հետաքրքիր և խորքային պահ է։ Եթե Լեոյի մերժումը կարելի էր բացատրել հպարտությամբ և զայրույթով, ապա պապինը՝ փորձով և զգուշությամբ։ Նա հասկանում է, որ այս գումարները երբեք պարզապես օգնություն չեն լինում, դրանք միշտ ունեն իրենց գինը։ Եվ հենց այդ պահին, երբ թվում է փակուղի է, հայտնվում է երրորդ տարբերակը։ Բժիշկը հայտնում է, որ Ֆեդերացիայից զանգ է եղել և նրանք պատրաստ են հոգալ վիրահատության ծախսերը։ Սա արդեն դառնում է ամենամեծ ինտրիգը։ Ո՞վ է կանգնած այս որոշման հետևում։ Առաջին կասկածը, բնականաբար, հեռուստադիտողների կողմից ընկնում է Հունանի վրա։ Նա կարող էր հասկանալ, որ ուղիղ տալով գումարը չի կարող հասնել իր նպատակին և ընտրել է ավելի շրջանցիկ ճանապարհ մաքուր օգնության տեսքով։ Այս դեպքում նա կստանա նույն արդյունքը՝ բողոքի հետ վերցնելը, բայց առանց բացահայտ մերժման։ Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր. Հունանը սովոր չէ գործել թաքուն, երբ խոսքը գնում է իր շահերի մասին։ Նա ավելի շուտ բաց ճնշման մարդ է։ Եվ այստեղ հայտնվում է երկրորդ, ավելի հետաքրքիր տարբերակը։ Արդյոք Ֆեդերացիայի անվան տակ հնարավոր է թաքնված լինի Ավոն։ Ավոյի կերպարը հենց այնպիսին է, ով կարող է նման քայլ անել։ Նա կարող է կազմակերպել ամեն ինչ այնպես, որ ոչ ոք չհասկանա, որ հենց ինքն է կանգնած դրա հետևում։ Եթե սա նրա քայլն է, ապա դա շատ խելացի ռազմավարություն է՝ օգնել ընտանիքին, ստանալ նրանց վստահությունը և միևնույն ժամանակ չհայտնվել բաց հակամարտության մեջ։ Բայց ամենակարևոր հարցը ոչ թե ով է տվել գումարն է, այլ ինչ գնով։ Գոյամարտում ոչ մի բան առանց պահանջի չի տրվում։ Եթե գումարը տալիս է Ֆեդերացիան, դա կարող է նշանակել, որ դրա դիմաց ինչ-որ բան են ակնկալում, և ամենահավանական տարբերակը Գրիշոյի դեմ բողոքի հետ վերցնելն է։ Եվ հենց այստեղ են սկսվում ամենավտանգավոր զարգացումները։ Նկարահանման հրապարակված կադրերից արդեն պարզ է դառնում, որ Գրիշոն ազատության մեջ է և հանդիպում է Մանանի հետ։ Սա նշանակում է, որ ինչ-որ պայմանավորվածություն արդեն կայացել է։ Բողոքը հավանաբար հետ է վերցվել։ Սա շատ ծանր հարված է արդարությանը։ Լեոյի համար սա կարող է դառնալ ամենամեծ հիասթափությունը։ Նա պայքարում էր ճշմարտության համար, բայց տեսնում է, որ ամեն ինչ կրկին լուծվում է պայմանավորվածություններով։ Մանանի համար սա ավելի բարդ է։ Նա մի կողմից կապված է ընտանիքի հետ, մյուս կողմից՝ Գրիշոյի։ Նրա հանդիպումը Գրիշոյի հետ կարող է դառնալ շատ կարևոր պահ։ Կամ նա վերջապես կկանգնի ճշմարտության կողմում, կամ կշարունակի ապրել այդ հակասության մեջ։ Պապի որոշումը բողոքը հետ վերցնել, եթե դա իսկապես տեղի է ունեցել, ցույց է տալիս, թե որքան հեռու կարող է գնալ մարդն իր ընտանիքը փրկելու համար, բայց դա նաև նշանակում է, որ նա ստիպված է ապրել այդ որոշման հետևանքների հետ։ Հունանի համար սա հաղթանակ է լինելու։ Նա փրկում է որդուն, պահպանում ընտանիքը և միևնույն ժամանակ պահում իր դիրքը, բայց սա ժամանակավոր է, որովհետև ճշմարտությունը չի անհետանում։ Ավոյի դերը շարունակում է մնալ ամենախորհրդավորներից մեկը։ Եթե պարզվի, որ հենց նա է կանգնած այս ամենի հետևում, ապա նրա կերպարը կդառնա ամենաբարդը, միաժամանակ և փրկիչ, և մանիպուլատոր։ Այս ամենը Գոյամարտը դարձնում է ոչ միայն սերիալ, այլ մի իրական հոգեբանական խաղ, որտեղ յուրաքանչյուր քայլ ունի հետևանք, յուրաքանչյուր օգնություն ունի գին, և յուրաքանչյուր լռություն կարող է դառնալ նոր ողբերգության սկիզբ։ Առաջիկա սերիաները խոստանում են բացահայտել ով է իրականում վճարել գումարը, ինչ պայմաններ են դրվել դրա դիմաց, կկարողանա Լեոն ընդունել այդ իրականությունը, ինչ որոշում կկայացնի Մանանը, և արդյոք Գրիշոյի ազատությունը ժամանակավոր է, թե նոր խնդիրների սկիզբ։ Մի բան արդեն հաստատ է՝ Գոյամարտում ոչինչ պատահական չէ, և ամեն օգնություն իր հետ բերում է
նոր փորձություններ։ Իսկ մինչ իրականում կբացահայտվի, թե ով է ֆեդերացիայի անվան տակ գումար տալիս Դավիթի վիրահատության համար և ինչ ձևով են այդ գումարը հետ ստանալու, կիմանաք, եթե բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե սեղմեք զանգակոճակը, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, իսկ հեռուստասերիալում իսկապես իրավիճակը թեժ է ու լարված։ Ով է հաղթելու այս գոյամարտում, ով է ասելու իր վերջին խոսքը և ինչ է տեղի ունենալու, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին։ Նշենք, որ շատ շուտով հետաքրքիր կադրեր են հայտնվելու մեր ալիքում։ Այո, Գրիշոն ազատության մեջ է։ Նկարահանման հրապարակից երևացող կադրերում երևում է, որ Գրիշոն ազատության մեջ է, իսկ դա նշանակում է մեկ բան, որ բողոքը հետ են վերցրել։ Իսկ ինչ գնով, ով է նրանց պարտադրել, կիմանաք շատ շուտով։